Ողջույն եւ բարի գալուստ մեր հերթական ոդկաստ։ Այսօր մեր հյուրն է Համբարձում Համբարձումյանը։ Քննարկելու ենք այդ գիշեր պատմվածքը, ինչպես նաև ծանոթանալու ենք հեղինակի կյանքին։ Բարև ձեզ, պարոն Համբարձումյան, շատ ուրախ ենք, որ այսօր մեզ հյուրընկալել եք։ Նախ կուզեինք ներկայացնել, թե ինչ բնույթ է կրում մեր ոդկասթը։ Մենք հայոց լեզու եւ գրականություն առարկա շրջանակներում վերջնական պրոյեկտ ունենք ու այդպես որոշել ենք, որ պետք է մեր անցած պատմվածքները քննարկենք հենց գրողների հետ եւ որոշեցինք ձեզ հրավիրել։ Շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Ուրախ եմ հյուրընկալվել։ Շատ հաճելի է։ Ճիշտն ասած, այս դասի շրջանակներում ձեր այդ գիշեր պատմվածքն ենք քննարկել եւ ուսումնասիրել։ Ու ինչ որ, չգիտեմ, sense շատ հետաքրքիր պատմվածք էր ինքը մեր համար։ Տեսեք, օրինակ, ոնց առաջացավ այս պատմվածքը գրելու գաղափարը, ոնց որոշեցիք, որ պետք է գրեք։ Դե ավելի շատ մանկական հիշողությունների հետ է կապված, այսինքն այդ մեր ընդհանրապես այդ շարքը ես շենգավության շարք եմ անվանել, որովհետև պատմվածքների մեծ մասը գրքում ընդգրկված այդ շենգավիթի բանվորագողական թաղամասի կյանքի արտացոլանքն է ինչ-որ չափով։ Այդպես հիշողություններից այդ թաղում 90-ականների սկզբին կատարված իրադարձությունները ինչ-որ պատառիկներ մեկտեղվել են ու դարձել են պատմվածք։ Ավելի շատ ժամանակը արտացոլելու երևի միտում ունի պատմվածքը, հաճախ մենք այդ հաղթանակի տարիները, քանի որ Երևանում չեն գիտակցել պատերազմի լրջությունը, այսինքն երևանցիների իրենց մաշկի վրա չեն զգացել, ասում են մութ ու ցուրտ տարիներ, իրականում հիմա ենք հասկանում, որ հիմա են շատերը հասկանում, որ դրանք հաղթանակի տարիներ էին, հա։ Այսինքն այդտեղ պատերազմն էլ ինչ-որ փոքր չափով արտացոլված է, որովհետև կերպարներից մեկը մասնակցել է պատերազմին, չէ՞։ Հա, բայց ավելի շատ ընդամենը հոգեբանությունը բացատրելու միջոց է, բայց ոչ ամբողջությամբ պատերազմի մասին է։ Հա, իրականում մենք չենք պատկերացնում այս իրական պատմությունը, թե չէ։ Հիմա արդեն sense կոպիտ ասած տեղ ընկավ ամեն ինչ։ Իսկ այս պատմությունը հրատարակվել է 2009 թվականին, ճիշտ է։ Հավանաբար չեմ հիշում արդեն, բայց մեր մոտ գրած է 2009 թվականին, իսկ երբ է եկել այդ միտքը գրելու։ Եթե ես ճիշտ եմ հիշում 2004-ին եմ գրել, այսինքն ավելի շուտ եմ գրել, քան որովհետև մինչև 2007-ը այս պատմվածքը արդեն նաև ընդգրկված է եղել շարքի ինչ որ նախագահի մրցանակը ստացավ, այսինքն հաստատ 2009-ից առաջ եմ գրել, 2007-ից առաջ եմ գրել, իսկ թվում է 2003-4 թվականներին եմ գրել, հրապարակել, 2009-ին կարող է ինչ-որ ժողովածում ինքը հրատարակված լինի, իսկ երբ առաջացավ, շատ արագ գրվեց, ես էդ եմ մենակ հիշում, որ ասեմ մի ժամում գրված պատմվածքը ինքը երկար էլ չի կարճ բան է, ոնց որ ավելի շատ ձևաչափը գտա այդ որ կարճ բաներով, դինամիկ լեզվով գրելու այդ ձևաչափը, որ դա է երևի գրավում բանին հանդիսատեսի, որտեղ եթե ասենք, որ կուրս երկար սյուժե կա ինչ-որ բան չէ, բայց լեզուն է հետաքրքրում եւի ընթերցողին, որ մինչև հիմա էլ օրինակ դասախոսները դες դա են հանձնարարում, թեև էլի պատմվածքներ կան, հա, որ գուցե կարող էին ընտրել, չգիտեմ, այսինքն իրենք այդ են հարմար համարում, երևի հենց այդ նորարարության ինչ-որ չափով, հետո այս պատմվածքից սկսվեց նաև այդ հասարակ մարդկանց, այդ բանվորագողական թաղամասերում ապրող, այսպես ասենք, մի քիչ քյարթու, միջավայրի մասին պատմող պատմությունները, այդ իմաստով ինքը ավանդական գրականության շարունակությունն է, բայց նորովի նոր ժամանակի մասին, նոր հերոսների մասին։ Բայց չգիտեմ, Նարդոսը ունի մեր թաղը, Ստեփան Զորյանը ունի էլի
ցանկապատ շարքը, տխուր մարդիկ շարքը գրքերը, այսինքն այդ իմաստով ոնց որ այդ գրականության շարունակությունն է կարելի ասել, բայց նոր թարմ կերպարներով, նոր կերպարներով, նոր միջավայրի մասին կարող ենք այդպես ասել, մի քիչ էլ թարմ լեզվով։ Իրականում գիտեք ինչն է հետաքրքիր, որ այս պատմվածքը, երբ որ մենք անցնում ենք, ինքը կոնկրետ թեմանի մեջ է մտցված, որ ոնց որ ինչ-որ պապայի, հա, սենց ինչ-որ վերաբերմունք կամ չգիտեմ, սենց ինչ-որ բան, իսկ ինչ կպատմեք այդ մասով, ինչն է ձեզ անհանգստացրել, երբ որ գրել եք։ Այդ հայրեր, որդիներ կոնֆլիկտը միշտ կա, բայց չի ասի, որ սա հատուկ ընդգծում է այդ բանը, ավելի շատ այդ ժամանակվա անհուսության և բանի գործազրկության, այդ միջավայրի մասին է, որովհետև անցումային շրջան էր, որ մինչև հիմա էլ գուցե չենք հաղթահարել, դեռ երբեմն ասում են անցումային շրջան, այս ժամանակ չնայած 30 տարի է անցել, պետք է արդեն անցած ենք էլի, վաղուց, բայց քանի որ այն ժամանակ ավելի սուր էր դա զգացվում, այսինքն այդ ապահովության զգացումը, գործարանները այլևս փակվել էին, հսկայական սովետական գործարաններ, մարդիկ աշխատանք չունեին, ճարպիկները ինչ-որ առևտրով բանով էին զբաղվում կամ ով որ բացասական իմաստով չեմ ասում էլի, ով որ այդ հմտությունը ուներ, բիզնես ջիղը ուներ, զբաղվում էր դրանով, իսկ այն մարդիկ, որ չգիտեմ, հասարակ բանվորներ էին, իրենց տեղը չէին գտնում, այսինքն ավելի շատ դրա մասին է, քան հայրեր որդիներ կոնֆլիկտի, բայց երևի թե այդ հավերժական կոնֆլիկտ է էլի, որ որդիները, չգիտեմ, հայրերը կարող աննրբանկատ լինեն, երբեմն նաև դաժան լինեն, ինչի չէ, իսկ որդիները ուրիշ ակնկալիքներ ունեն կամ իրենց բաները ունեն, իրենց բողոքը ունեն, իրենց պրետենզիան ունեն, կարելի ասել։ Իսկ դուք որդի ունեք հիմա։ Որդվի դեմ ծնվել, հա։ Չէ, դուք որդի ունեք, տղա ունեք։ Ունեմ, հա, իսկ այս թեմաներով ոնց եք վերաբերվում։ Ինձ թվում է ինքն էլ իր բողոքները ունի, հա, անպայման բողոքը ունի, ուրիշ ինքն էլ է երևի մտածում, որ ես իրան չեմ հասկանում, որտև կարող այդ վիդեո խաղերը ասում եմ քիչ խաղա, կամ ինչ-որ գուցե կամ հակառակը իրան քիչ գուցե ժամանակ եմ տրամադրում ինչ-որ խաղեր խաղալու համար կամ բանի համար, անպայման կունենա, բայց ինքը պետք է գա ասի էլի, ես չեմ ուզում իրա տեղը մեղադրանքներ հնչեցնել իմ հասցեին։ Իրականում երեխաների այդ պերսպեկտիվից նայելը հիմա մեծ տարիքում ավելի դժվար է, որովհետև իրոք դե ժամանակ այս որ գրել եք այս պատմվածքը, տեսեք օրինակ ստեղ լույսերը տալիս են, դուք գոռում եք ուրա, ինչ-որ բաներ չէ, ուրախություններ է ժամանակ, հիմա ոչ մեկ լույսերը տալուց ուրա չի գոռալու։ Իրականում հիմա հակառակը երեխեքը բան են անում, շատ ուրախանում են, օրինակ որ լույս անջատում են, եթե որովհետև այդ մոմերը վառում ես բան, ինչ-որ հետաքրքիր միջավայր է ստեղծվում։ Ես մի ժամանակ որ Ստեփանավանում էինք ապրում, այնտեղ հաճախ ուժեղ քամիներ են լինում, լույսերը հաճախ են էլի կտրում ու այդ օրերը լավ օրեր էին, էլի, որովհետև գիրք էինք կարդում, բան կտրվում էինք այդ գաջետներից բանից կտրվում էինք, ինչ-որ պոեզիա էինք կարդում կամ չգիտեմ, հետաքրքիր օր էինք էլի անցկացնում, բայց դա երբ որ ամեն օր չի, եթե ամեն օր լույս չկա, արդեն քրոնիկական է, այո։ Իրականում ես շատ սիրեցի ձեր գրելաոճը, որովհետև շատ քիչ ես որ գրողն էի կարդում էի, օրինակ այս վերջերս Գերբերտ Ուելսի էի կարդում և այդ տարբերություն ձեզ ինքը շատ մանրամասն է գրում ու շատ հետաքրքիր պատկերել եք, ոնց որ այդ 93 թվի այդ նոր սովետից դուրս եկած Հայաստանի այդ ոնց որ պատկերները, որ օրինակ այստեղ հատվածում, որ նշում էին ծնունդը Ստյոպենսբադի տակ, շատ հետաքրքիր ոնց որ սենց
ոնց որ պատկերացնում էինք այդ ժամանակ ոնց որ ծնողներն էին պատմում մեզ, ասենք ինչպիսին էր միջավայրը, որ այդ անարդարությունը եւ այդ շատ խաոսային միջավայրը։ Իսկ մեկ էլ ամենահետաքրքիր մասը իմ համար հենց սկիզբն էր, որը այդ սերիալով էր սկսում։ Այդ ոնց ստացվեց այդ սերիալի սկիզբը, որովհետեւ ոնց որ շատ սյուժետային ոնց որ ուղղությունը արագ փոխվեց։ Խարիզմատիկ սկիզբը ինքը շատ։ Հա, գրավիչ է, որովհետև տենց ինքը կլանում է ու հետո փոփոխություն է լինում ընթերցողին այդ գրավումը։ Մի տեսակ ինքը ոնց որ մոնտաժային տեսարան, մոնտաժային հնարքներով առաջ գնացող տեքստ է, հա, այդ գիշեր էս եղավ, այդ գիշեր էս եղավ, այդ գիշեր էս եղավ, այդ գիշեր էս եղավ, այդ իմաստով կարճ պատմվածքի համար հագեցած է դառնում ինֆորմացիան եւ պատկերներ են ընթերցողի գլխում ձևավորվում, բայց միևնույն ժամանակ այդ մանրամասն նկարագրելը գուցե օգնում է ավելի մտնել տեքստի մեջ, այստեղ այդ խնդիրը չկա դրված, որտեղ կարճ տարածության մեջ պետք է գրվեի, էլի։ Եթե պետք է հասկանաս ինչ ֆորմատով ես գրում, եթե կարճ պատմվածք է 3 էջանոց, ուրեմն չես կարող շատ մանրամասն նկարագրել, եթե վեպ ես գրում, ուրեմն հավանաբար պետք է այդ մանրամասն նկարագրությունը հերոսի մտքերի, ապրումների, հույզերի, որ ընթերցողը մտնի այդ պատմության մեջ, այսինքն այս դեպքում այդ մի քիչ հումորը, մի քիչ բանը գուցե արդարացնում է այս մոնտաժային բանը, դինամիկ անցումները։ Տեսեք, օրինակ, ինձ իրանք բաներ է տակրիկրում, Վլեն ու Գազանը, իրանք իրական կերպարներ են, թե ինչ-որ շորինել եք։ Չեմ հորինել, իրական կերպարներ են, կան պատմվածքներ Վլեի ու Գազանի մասին, որ սյուժեն, մանրամասները ամբողջը հորինված են, օրինակ կորեական դելիկատես այդ համանում գրքից համանում պատմվածքի գիրքը, որ տպագրվեցի, այդ պատմվածքում անեք սյուժեն հորինված է մեծամասամբ, բայց կերպարները, նախատիպերը կան, բայց պետք է դա հասկանանք, որ այնպես չի, որ ինչ որ գրում ես իրականում եղել է, կամ 100%-ով հենց այդպես է եղել, ինչ որ բան հիշողության մեջ տպավորվել է, մնացածն էլ հորինում ես, ավելացնում ես, դրա համար ես միշտ անհանգստանում էի, որ օրինակ այս կերպարները Բավոր կարթան, հա? Բավոր կարթան, դե Վլեն հայրս է չէի անհանգստանում, դժվար թե պրոբլեմ ունենայի, բայց օրինակ Գազանի առումով անհանգստանում էի, բայց հետո իրան ցույց տվեցի, մի բան էլ ուրախ էր, որտեղ համ էլ քաղցկեղով հիվանդ էր, մահանում էր ու ոնց որ իրան դուր եկավ, որ մի տեսակ չակետների մեջ ասենք մահանում է իր անունը, այդ ոգևորվեց, բայց հետո բացի իրանցից կան հարազատներ, բարեկամներ, որդիներ, որ էլի այդ մտահոգությունը կա, որ արդյոք կհասկանան, որ սա այո, թեև անունը նույնն եմ թողել, բայց դա չի նշանակում, որ հենց իր հայրն է, հենց իր բարեկամն է, այսինքն ընդամենը նախատիպեր են էլի իրենք, այդպես մի քիչ էթիկական հարց էլ կա, արդյոք դու օրինակ ճիշտ էի վարվում, թե չէ, բայց քան որ կերպարները դեմ չէին, մտածեցի, որ ուրեմն սխալ չեմ անում։ Իրականում տենց շատ վատ բաներ չեք գրել։ Չէ, բայց միակ տենց այն պահը, որ սենց իրականում չեմ էլ ուզի կարդամ այդ պատմվածքի երևի ինչ մասն եմ խոսում, հետաքրքիր է այդ արյունոտելու աստիճան կծոտելը որտեղից եք իմացել, կամ հորինել եք, թե երեխա ժամանակ խոսակցություններ։ Հիմա չեմ էլ հիշում անկեղծ ասած, բայց կարող է հորինած լինեմ, այսինքն այդ մականման հետ կապված այդ դրվագը հորինես, էլի որ դե Գազանա ուրեմն Գազանա։ Շատ լավն էր։ Իսկ ինչպես եք իրականում եւ երբ եք սկսել գրել այդ բանաստեղծական բանը, օրինակ հաշվի առնելով, որ այդքան ոնց որ շրջաններ են անցել սովետականից դուրս գալուց ու
Թարապես ինչն էր այդ ոնց որ ապորնի դոշկեն sense ասեմ, որ ասենք Երևի շատ գիրք կարդալ է, որ հիմա ցավոք սրտի չեմ անում, վաղուց, բայց այդ մանկության տարիներին որ շատ գիրք ես կարդում, սիրում ես ընթերցանությունը, հիմնական ժամանակը դրանով է լցվում, նաև սկսում ես երևի մտքումդ ինչ-որ պատմություններ հորինել, բան, այսինքն իրար հետ կապված են էլի ընթերցանությունն ու գոնե այդ տարիքում կապվում են։ Դենց փոքր մանրապատումներ, բանաստեղծություններ, դպրոցական տարիներից եմ գրել, սրանք էլ ուսանողական առաջին կուրսում երևի ես պատմվածները արդեն գրվեցին, ինչ-որ կարելի ասել երկրորդ տեքստն է, այդ գիշերը երկրորդ տեքստն է, որ հրապարակվել է, առաջինը Գազանիկը, տենց էր կոչվում էլի նույն կերպարի մասին, նույն կերպարի մասին, տենց մանրապատում էր փոքր, հետո սա տպագրվեց, հետո ես տեսա, որ շատերը ունեն էլի, որ հերոսը, այնտեղ Հրանտը ունի, Մաթևոսյան, որ հերոսները մի պատմությունից մյուսն են անցնում, ֆոլկները ունի, ֆոլկներն ունենք հետո բացահայտեցի, կարծացի, որ մի հերոսը մի պատմությունից անցնում է հաջորդին, հետո հաջորդին, երբ որ գիրքը կազմում է մի տեսակ նաև իրար հաջորդում են այդ պատմությունները, մի վեպ է դառնում, կարելի ասել, պատմվածաշար է դառնում, կարելի ասել։ Շերլոք Հոլմս կարանք տենց էլի ասոցացնենք կամ Ագաթա Քրիստի։ Նրանք կոնկրետ վեպեր են, որոնք հատորներ ունեն, ամեն մեկ առանձին գործ է։ Այս դեպքում պատմվածաշարը, որ տենց ամբողջություն ունի, հերոսներով միավորվում է, միջավայրով միավորվում է, այդ իմաստով եթե մի երկու պատմություն այդ գրքից հանենք, կորեական դելիկատես գրքիցս, երևի տենց ամբողջական տենց կարելի ասել գիրք է դառնում էլի։ Մի երկուսը կապ չունեն էլի այս հերոսների հետ։ Այսինքն այդ երևի թե դպրոցական տարիներին ներևում է շատ հազվադեպ է լինում, որ ասենք գրողը մեծանում ընդհանրապես չի սիրել գրել, չի թեկուզ օրագիր չի պահել, չի ստեղծագործել, մեկ էլ հոպ 40 տարեկան որոշեց գրող դառնալ, քիչ է պատահում է, բայց քիչ է պատահում։ Հենց սկզբից էլ եղել է այդ ձիրքը ասեմ, ձգտումը ասեմ։ Իսկ դպրոցում լավ եք սովորել։ Նայած շրջան, ինչ-որ շրջանում լավ, ինչ-որ շրջանում արդեն վերջում մենակ են անառականները, որ հետաքրքիր են, հումանիտար բաները, գիտական գիտության հետ, բնական գիտությունների հետ արդեն բանը կորավ։ Շատ հետաքրքիր է այն բանը, որ ունեցել եք, այդ դպրոցական տարիքից այն համոզմունքը, որ դուք հումանիտար այդ ուղղությամբ հենց գնալու եք, ու մինչև հիմա էլ մնացել եք, իմ համար չգիտեմ, լավ է, այդ հազվադեպ է լինում իրականում, օրինակ կոնկրետ ես հիմա եկել եմ ամերիկյան բիզնես եմ սովորում, բայց ես վստահ չեմ, ես կաշխատեմ այս ոլորտում կամ չգիտեմ, կմնամ հավատարիմ այս ամենին, թե չէ, շատ հետաքրքիր է ձեր այդ հավատարմությունը ձեր։ Բիզնեսը լայն հնարավորություն է տալիս, օրինակ չգիտեմ, եթե բանի բիզնեսով, արվեստի բիզնեսով, չգիտեմ, անցնում եք արվեստի մենեջմենթը չեք անցնում, բայց ամեն դեպքում, երբ որ ֆինանսների, բիզնեսի կանոններին տիրապետում ես, այդ կանոնները բոլոր տեղերում են կարող են նույն ձև աշխատել, նրբություններ կան, ինչ-որ տարբերություններ կան, բայց նույն ձև աշխատում են այդ կանոնները, հենց որ կարող եք ձեր նախընտրած ճյուղի ուղղությամբ, մեզ պետք են օրինակ արվեստում լավ մենեջերներ, մեզ պետք է իսկ բանը չգիտեմ ինչքանով է դա բան հետաքրքիր, ավելի ինձ թվում է հետաքրքիր է, որ մարդը փոխում է բաները, փոխում է իր մասնագիտությունը, մի բան չի հետաքրքրում ուրիշ բանով է զբաղվում։ Իմ մասնագիտության առումով նաև քանի որ կինոն է ավելացել, այսինքն սցենարների գրելու, որտեղ տարբեր են բաները, հետո կարճ ֆիլմ նկարեցի, կորեական դելիկատեսը, որ այս շարքի պատմվածքներից մեկի հիման վրա է էլի ֆիլմը, մի քիչ քանի որ տարբեր է գրելու տեխնիկան, սցենարի և պատմվածքի գրելու տեխնիկան տարբեր է, դրա համար
այդ անցումը անելու հնարավորություն ունեն։ Էդ էլ ինչ-որ հետաքրքիր է, չէ՞։ Հա, երբեմն գրողները դժվարանում են, օրինակ լավ պատմված գրողները դժվարանում են սցենար գրել, որտեղ ուրիշ մտածողություն է, այլ պատկերային մտածողությունը, ուրիշ տեխնիկայով պետք է գրես, հենց որ մեկ-մեկ փոխում եմ, այդ փոխելով ինչ որ հետաքրքրություն եմ մտցնում։ Շատ հետաքրքիր։ Իրականում մեկ էլ տենց հարց կար մոտս, որը շատ վաղուց էր առաջացել ու ինքը իրականում ոչ միայն գրականության ու այդ գրելու process-ի հետ էլ է կապված, այլ նաև ցանկացած արվեստի ճյուղի հետ։ Օրինակ, երբ որ ասենք գրում եք բանաստեղծություն կամ չգիտեմ երգ եք գրում, օրինակ իմ օրինակով ասեմ, ինչ-որ այն պահն է գալի, որ արդեն ոնց որ բլոկ եք ընկնում, ճիշտ է, ու Չգիտեք ինչ գրեք։ Հա, չգիտենք, կամ սկսում է դուր չգա պատմվածքը կամ բանաստեղծությունը, ինչ եք անում այդ դեպքում։ Ճիշտ ասած ես շատ ծույլ եմ։ Մենք էլ։ Հա, երբ որ նստում եմ պատմված գրելու, սովորաբար այնքան էփված է լինում, այսինքն տասնյակ հազարավոր գաղափարներ էփվում են, հետո որ նստում եմ գրելու, արագ է գրվում, որովհետև ոնց որ մնացել է, կարող է ինչ-որ գաղափարներ կային, որ ավելի լավն էին, տենց մատների արանքով նայեցի, ուշադրություն չդարձրեցի, ժամանակ չհատկացրեցի, իսկ ինչ-որ մեկը, որ էփվեց, միանգամից գրվում է, բայց լինում է, ստեղծագործական ճգնաժամեր լինում են, և բանի իմաստով, և կարող է հոգեվիճակը տեն չլինի, չգիտեմ, զբաղվածությունը թույլ չտա, կարող է նաև ինչ-որ իդեա, բան։ Եթե ինչ-որ պատվել չունես, ինձ թվում է անհանգստանալու բան չկա, այսինքն կարող ես քեզ հանգիստ գալ, հանգստանալ, ինչ-որ միջավայր փոխել, բան չսևեռվել դրա վրա, եթե սևեռվես խորանում է, ճգնաժամը կխորանա։ Այդ մենք ենք էլի, երբ որ դեդլայն չունենք։ Հա, իսկ եթե չես սևեռվում, ինձ թվում է ինչ-որ ժամանակ հետո նաև հոգեվիճակից է կախված, գուցե անցնի այդ բանը։ Ընդհանրապես գրելու համար ընթերցանությունը մի տեսակ բենզին է։ Օրինակ, եթե նախ ցանկության համար, երբ որ ինչ-որ լավ տեքստ ես կարդում, մի տեսակ տենց բան առաջանում մոտդ էլի, նախ կարդալու ընթացքում կարող է տենց պատկերներ կան, ընդհանրապես այդ գրքի հետ կապ չունեցող, այն գաղափարներից, որ դու մոռացել էիր, ոնց որ բան չէիր անում, հետո որ ֆինանսական մեծ բաներ չի տալիս գրելը, այսինքն կոնկրետ հենց պատմված գրելը ոչ թե սցենարը տալիս է, հա, որտեվ ես տենց գրդոն սերիալներ եմ գրել, բան փող եմ աշխատել, բայց քան որ չի տալիս, տենց դու քեզ համար ես ավելի շատ գրում, չգիտեմ, ինչ-որ փոքրաթիվ ընթերցողների խմբի համար ես գրում, կարող ենք ասել փառասիրության համար ես գրում, հա, և ստիմուլը պետք է ինչ-որ չափով ոգևորված լինես, հա, որ նստես գրելու։ Իսկ երբ որ ինչ-որ լավ տեքստ ես կարդում, մտածում ես քո այդ գաղափարի մասին, մի տեսակ ոգևորում է այդ տեքստը, որ այդ գրողը քեզ ոգևորում է, որ դու էլ քո պատմությունը գրես։ Այսինքն երբեմն դա էլ է օգնում, ինչ-որ լավ ֆիլմ նայելը, լավ գիրք կարդալը և մի տեսակ ոգևորվելը, որ ես էլ մի բան գրեմ։ Իսկ ումից եք ոգեշնչվել, հետաքրքիր է։ Շատ տարբեր բաներից, գրողներից, ես Պլատոնով եմ սիրում, որ միշտ կարդում ես ինքնատիպ բան է, սովորաբար ինքնատիպ լեզու ունեցող գրողներից էլ, որ կարդում ես իր լեզուն է, քեզ հետաքրքրում են մտքեր են, ապրումները, որ ինքը նկարագրում է, մտածում ես, որ ես էլ մի բան գրեմ։ Կարանք վերջնականն էլ արդեն ասեք։ Դե երևի Արտուրը եզրափակի վեր պոդքասթը։ Շնորհակալություն շատ, որ եկաք, շատ հաճելի զրույց ունեցանք, լիքը բան իմացանք, լիքը բան սովորեցինք։ Հարցականներ սենց բացվեցին, այո։ Մերսի շատ ձեզ։ Մերսի շատ։ Շնորհակալություն։